Արցախյան ազատամարտը մեր պատմության փայլուն էջերից մեկը դարձավ, իսկ մեզ հաղթանակի հպարտությունը վերապրելու հնարավորություն պարգևողներից շատերը անմահության ճամփորդներ։ Միլիցիայի մայոր Մեխակ Մեխակյանը նրանցից մեկն է։ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաիրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Մեխակ Մեխակյանը Հայրենի գյուղի Էջմիածնի շրջանի Արագածի միջնակարգ դպրոցի փոխտնօրենն էր, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը։ Մտավորական էր բառի իսկական իմաստով։ Մեծագույն սիրով էր աշակերտներին ուսուցանում հայ ժողովրդի պատմությունը, որը հիանալի գիտեր։ Այսպիսին են հիշում նրան իր անունը կրող դպրոցում։ Ուսումնասիրությունները, պեղումները, պատմական վայրեր արշավները, հնագիտական իրեր հավաքելը նրա տարերքն էր։ Դպրոցում հնագիտական թանգարան էր ստեղծել, արշավներից մեկի ժամանակ գտած խոյի քանդակներն էլ տեղադրել էր դպրոցի բակում։ Եղել էր նաև Արցախում, շրջել գրեթե բոլոր պատմական վայրերում, իսկ 1990-ին Արցախ մեկնեց արդեն ոչ որպես պատմաբան, այլ զինվոր։ Մենք մեզ առաջներտին անձամբ ես պետության զինվոր եմ համարում, որովհետև մենք եթե պայքարում ենք, եթե մենք ստեղծել ենք պետություն, ապա միայն բանակային պետական կառուցվածքներում կարելի է պայքարը տանել առաջ։ Մարտական մկրտությունը ստացավ Հադրութի շրջանում 1990 թվականի փետրվար-մարտ ամիսներին, իսկ սեպտեմբերին Հադրութի Աղբուլաղ գյուղի պաշտպանական մարտերին էր մասնակցում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանի տանն ենք։ Այստեղ ամեն անկյուն նրան է հիշեցնում, այստեղ նա միշտ ներկա է։ Հերոսի ծնողների ցավի մեջ հպարտություն կա։ Մեխակի ծնողը ինչպես կարող է հպարտ չլինել, ասում է մայրը տիկին Անժիկը։ Իմ որդին չէր կարող չմասնակցել պատերազմին, մտահոգ գալիս էր տուն, ասում էր՝ զոհերը շատ են, ուժեր են պետք։ Ղարաբաղ գնալու մասին ինձ չէր ասում։ Զգում էի, որ ինչ-որ պատրաստությունների մեջ էր, տղաներ էր հավաքում։ Ես այստեղ չեմ կարա, իմ տեղը այդ աշխատանքը չի, իմ տեղը ես զինվորական եմ, իմ տեղը հայրենիքի պաշտպանելն է, ես չեմ կարա մնալ։ Իմ ընկերները զոհում են, ասած ես պետք է ղեկավարեմ իրանցը։ Հետո տիկին Անժիկը հիշում է մի պատմություն, որտեղ երևում է Մեխակ մարդու տեսակը։ Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղը գնդակոծությունների թիրախ էր, զոհվում էին կանայք, երեխաներ, զոհվում է նաև Մեխակի աղբուլաղցի մարտական ընկերոջ Պավլուշի դուստրը։ Մեխակը նրա 4 երեխաներին բերում է իրենց գյուղ Արագած և տնեցիներին հանձնարարում՝ երեխաներին լավ կպահեք, այնպես որ իմ 4-ից չառանձնանան։ Իսկ Մեխակն այդ ժամանակ Արցախում էր, Հադրութ, Մարտակերտ, Հաթերք, Էդուլիի գումարտակի հրամանատարի տեղակալն էր, երբ մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվում է։ Հազիվ ապաքինված վերադառնում է մարտադաշտ, այս անգամ Ֆիզուլի։ Մեխակի ջոկատը փոքրաքանակ զինվորներով գիշերը շրջանցում է հակառակորդի դիրքերը, ամրանում նրանց թիկունքում, իսկ առավոտյան երկկողմանի կրակի տակ ընկած հակառակորդը ստիպված էր փախչել, բացելով Ֆիզուլի տանող ճանապարհը։ Մեխակ Մեխակյանի հայրն ասում է, որ որդին իր տեսակով էր հայրենասեր, խիզախ, անձնազոհ։ Փորձել նրան համոզել, որ ապաքինվելուց հետո չգնա Արցախ, անհնար էր։ Մեխակի սկզբունքներին դեմ կլիներ։ Դա այն բանն էր, որ ոնց իրան հակառակել նման հարցերում չէր կարելի։ Հետո հայրը հիշում է իր ու որդու մի զրույց։ Ասացի՝ Մեխակ ջան, դու 4 երեխաների թողած գնում ես, բայց տես ինչքան մարդիկ կան, որ փախչում են երկրից, թաքնվում են իրենց տաքուկ տներում։ Իմ վրդովմունքին պատասխանեց, թե այ հեր, բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել։ Փախչողները փախել են, ազգի լավագույն տղաները կռվել, պահել են հայրենիքը։ Մի նեղվիր, դա բնական է, այդպես էլ պիտի լիներ։ Կարևորն այն է, որ ազատագրենք մեր Արցախը։ 1994 թվականի գարնանը իրավիճակը սրված էր ռազմաճակատի հյուսիս-արևելյան հատվածում։ Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից միլիցիայի մայոր Մեխակ Մեխակյանը իրար հետևից զեկուցագրեր է գրում ներքին գործերի նախարարին, խնդրում թույլ տալ մեկնել ռազմաճակատ։ Ի վերջո համաձայնություն է ստանում և մեկնում ռազմաճակատի ամենածանր Գյուլիստան-Թալիշ հատվածը։
Այդ մարտերում հատկապես փայլեց Մեխակ Մեխակյանը։ Նրա 60 հոգանոց գրոհային խումբը շրջանցելով հակառակորդին վնասազերծեց Արեգասարի ռազմահենակետերը։ Թշնամուն խուճապի մատնած այս գործողությանը հետևեց Մերոնց հարձակումը։ Ազատագրվեցին Թալիշ գյուղը վերահսկող ռազմավարական նշանակության բարձունքները Մատաղիսը։ 2 օր անց ազատագրվեց նաև Թալիշը։ Թալիշի բարձունքներից մեկի վրա մայիսի 1-ին զոհվեց Մեխակ Մեխակյանը։ Հիմա այդ բարձունքը կոչվում է Մեխակասար։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Մանուկ Նալբանդյանը այսօրվա պես հիշում է այն օրը, երբ առան իրենց բաժնի պետի զոհվելու բոթը։ Շատ ծանր էր, որպես ավակ ընկերոջ, որպես բաժնի պետ կորցրեցինք։ Հերոսի աշխատավայրում հիմա էլ նրա մասին հիշողությունը կա։ Մեր աշխատակիցները գիտեն նրա անցած հերոսական ուղու մասին։ Այն հայրենասիրության դաս է բոլորիս համար, ասում է Մանուկ Նալբանդյանը։ Մեխակ Մեխակյանի անցած հերոսական ուղին դաս է ոչ միայն հանցավորության դեմ պայքարի առաջին գծում կանգնած այդ մարդկանց, այլև Արագած գյուղի դպրոցի աշակերտների համար։ Ոչ միայն հայ ժողովրդի փառապանծ պատմության դրվագներով, այլ իր օրինակով է նա ցույց տվել, թե ինչպես պետք է միշտ ու քեզնից առավել սիրել հայրենիքը։ Հիմա այդ դասը Արագած գյուղի այս բարձունքից է տալիս։ Դա անմահության ճամփորդի դասն է ուղված գալիքին։